եկեք սրտանց փառտանք մեր Աստծուն։ Թող իր սուրբ անունը փառավորվի, որ այսօր մեզի կյանք շնորհեց, չնայելով մեր ապրած կյանքին, մեր թույլ տված սխալներին, մեր գործած մեղքերին, մեր վատ վարքին ու վարմունքին, այստեղ չկա մեկը, որ թերի չեղնի Աստծո առաջ, ով ինք չափի, թող ինքը իր համար որոշե, ու վստահ եղնի, որ անկախ են բանից, թե մենք ինչ աշճանի, ինչ ձևի, ինչ կողմից, ինչ էլ որ ենենք, եթե իրոք ընդունենք, որ սխալ ենք, զղջանք ու Տիրոջը կանք, ինքը մեզի հետ չի եղարգի, այդպես տեր ունենք մենք, կատարած ու ողորմած, բազմավողորմ, երգանյամիտ և քաղցր, ինչի ապացույց այսօրվա մեր այստեղ գտնվելն է, ժողովուրդ ջան, մենք իրգունը քնանք ու կարելի է ասել չգիտեմ ինչի առավոտ զարթնանք, բայց Աստված գիտե ինչի ենք մենք զարթնել, մեզի զարթնեցրեց, որ այսօրվարը որպես նվեր, որպես պարգև հասնի մեզի, և մենք փորձենք ամեն մեկս մեր ունեցած հավատքի չափով, փորձենք մեր կյանքը կարգավորենք, որտև միշտ չէ որ մեր ուզածով կեղնի, ու միշտ չէ որ նաև Աստծո ուզածով կեղնի, ուստեղ միջին մի հատ ինչ որ հատված կա, որի մեջ մենք ունենք համ հաղթություններ, որոշ հասցրերի նկատմամբ, և ունենք ավելի շատ պարտություններ, բայց թող Տիրոջ անունը փառավորվի, նորից սրտանց փառտանք մեր Աստծուն ու շնորհակալ եղնենք իր մեծ սիրո ողորմության համար, թող Տերը փառավորվի։ Ես պիտի համար կարդամ Սուրբ Գրքից և որից հետո մենք մեր աղոթքով կուկանք մեր Տիրոջ առաջ, խնդրելու, որ օրհնե այսօրվա մեր պաշտամունքը, օրհնե եղբայրների խոսքը, օրհնե մեզի, որ մենք կարողանանք լսենք, չլսենք լսելու համար, լսենք ընդունելու, այդ խոսքին հավատալու և այդ խոսքին հնազանդվելու համար, այսինքն ի գործ տնելու համար, որովհետև այդ խոսքը աշխատի մեր մեջ, այդ խոսքը որպես հոգի ու կյանք ապրի մեր մեջ, որպեսզի մեզի ապրեցնե, և մենք չապրենք որպես մարդ, որպես հավատացյալ, մենք ապրենք որպես հոգևոր մարդ, որպես Աստծո մարդ, մեր ապրած կյանքը վկայություն եղնի, մարդիկ մեր մեջ տեսնին Քրիստոսի լույսը, աղը, և Տերը փառավորվի, ուրախանա մեզնով, ժողովուրդ ջան, դրա համար Պետրոս Սարակյալը իր առաջի թղթի 3-րդ համարից այսպես կսկսե խոսքը. Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությանը համեմատ մեզի վերստին ծնեց դեպի կենդանի հույս, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով է, դեպի այն անեղծ և անարատ և անթարամ ժառանգությունը, որ երկնքումը պահված է ձեզի համար, որ Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքով, դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու է հետին ժամանակում է, որ նրանով կուրախանաք, թեև հիմա, ինչպես որ հարգը պահանջվում է, մի քիչ տրտմած է կերպ փորձանքների մեջ, Տերը փառավորվի։ Տեսեք ինչ է մեզի պատրաստված ապագայի առումով, և ներկայի առումով ասում է, որ մի քիչ տրտմած է կերպ փորձանքների, այսինքն նեղությունների մեջ, դժվարությունների մեջ, և դրա համար Հովհաննես ավետարան 14-ի առաջի համարից ասում է, թող ձեր սրտերը չխռովի, Աստծուն հավատացեք և ինձ էլ հավատացեք, որ իմ հոր տանը շատ բնակարաններ կան, որ աբա թե ոչ ես ձեզ կասեի գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, ու եթե գնամ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ
եւ ցես ինձ մոտ կառնեմ։ Եվ նույն 17-րդ գլխի Հովանու վերջի աղոթքի այդ մեծ երկար բովանդակալից աղոթքի վերջի բարբերական ասում է, որ հայր կուզեմ, որ որտեղ որ ես եմ, նրանք էլ ընդեր լինեն, թող Տերը փառավորվի։ Ժողովուրդ ջան, այդ տեղը պատրաստված է։ Այդ տեղը պատրաստելու համար Հիսուս իր կյանքը դրեց։ Եվ մինչև այսօր մեզի պահեց։ Կմնա որ մենք այդ տեղը չկորցնենք, որտեղ այդ տեղը դարդար չի մնա։ Եթե ես ու դու չեղնենք անպայման մեկը կերնի այդ տեղ, բայց թող Տերը օգնե մեզի, որ այսօր այդ թանկ, այդ անպատմելի Աստծո օրհնությունը, ողորմությունը, որ հասել է, մենք Տեր կանգնենք, ապրենք հավատքով, ապրենք Աստծո խոսքի մեջ եւ կարողանանք իրոք ամեն ժամանակ տեսնենք մեզի, իր լույսի ներքո, զղջանք, ապաշխարենք, խնդրենք, որ Աստված մեզի օգնե, որ մենք ազատ եղնենք մեզնից, մեր եսից, որ կարողանանք ապրենք Աստծո խաղաղության մեջ, չբարգանանք, եթե էլ բարգանանք, մեղք չգործենք եւ մեր ապրած կյանքը իրան փառավոր է, որտեւ ինքը արժանի է։ Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ, փառք Տիրոջը, որ այսօր իր ներկայության մեջ է հավաքել Աստված մեզի իր խոսքը ուղղելու, մենք էլ սիրելիներ, իհարկե մեր սրտերը պատրաստված կարիքով եկել ենք Աստծուց առնելու, նրանից խոսք լսելու, նրա ներկայության հետ հաղորդ լինելու, քանի որ եղբայրը հենց Պետրոս Առաքյալի խոսքից խոսք խոսած, ես կուզեմ նորից մենք անդրադառնանք այդ խոսքին, առաջի Պետրոս, առաջի գլուխ, 3-4 համարը կուզեմ նորից կարդալ, մի պակ կուզեմ կանգ առնենք, նայեք, ասում էր օրհնյալ է Աստված մեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ցնեց դեպի կենտանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով, դեպի այն անեղծ, անարատ, անթառամ ժառանգությունը, որ երկնքում է պահված է ձեզ համար։ Սիրելիներ, տեսեք, ինչ է վկայում Պետրոս Առաքյալը եւ ինչերի մասին է խոսում, անարատ, անթառամ ժառանգությունը անեղծ, որ երկնքում է պահված ձեզ համար։ Եվ գիտենք, որ Պետրոսը, երբ որ Հիսուսը դիխաչվիր չէ, ուրացավ։ Հիմա այդ Պետրոսը այստեղ վկայում է սա։ Ինչ կարելի է հասկանալ, ինչ կարելի է տեսնել սրա մեջ, որ Պետրոսը հավատքի մեջ աճել էր։ Մենք էլ քուրեր եղբայրներ, մենք էլ ունենք եղբայրը հիշեցրեց, այստեղ մարդ չկա, որ պես տգարություններ չունենա, մենք էլ ունենք տգարություններ, թուլություններ, սխալներ, բայց նաև ունենք Աստված, որի միջոցով այդ հաղթությունները պետք կան, քուրեր եղբայրներ ջան։ Ես ուզում եմ, որ մենք չկասկածենք Աստծո ողորմությանը, այլ ավելի բարձրացնենք իր խոսքը մեր կյանքի մեջ, եւ իմ խոսքը sense դրա մասին է լինելու, կարդալու եմ Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ 21-րդ խոսքից, որ ասում է, գրված է այսպես, ասում է Հիսուսը այնտեղից դուրս եկավ գնաց Տիվրոսի, Սիդոնի կողմերը, բոլորս գիտենք այս հայտնի պատմությունը, եւ ահա մի քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նրան, ասում ողորմիր ինձ Տեր Դավթի որդի, իմ աղջիկը չարաչար դիվահարվում է։ Եվ նա նրան մեկ խոսք պատասխան չտվավ, նրա աշակերտները մոտ գալով աղաչում էին նրան, ասում արձակիր դրան, որովհետև մեր հետևիցը աղաղակում է։ Տեսեք, աղաղակելով գնում էր Հիսուսի հետևից, բայց Հիսուսը մի բանի տեղ չէր դնում, ոչինչ չէր պատասխանում, նա էլ պատասխան տվեց, ասեց, ես չեմ ուղարկվել, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Այն կինն էլ եկավ, նրան երկրպագում էր եւ ասում, Տեր, օգնիր ինձ, նա էլ պատասխան տվեց, ասեց, լավ չէ երեխաների հացը առնել եւ շներին գցել։ Նա էլ ասեց, այո, Տեր, սակայն շներն էլ
իրանց տերերի սեղանից ընկած շրակներիցն են ուտում։ Այն ժամանակ Հիսուս պատասխան տվեց, ասեց նրան. «Ով կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես ուզում ես», եւ նրա աղջիկը բժշկվեց նույն ժամիցը։ Ոսե ուղղակի մի պահի վրա ուզեմ կանգնենք, որ եկավ եւ Տիրոջը մոտեցավ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ Տերը ասեց, որ լավ չէ, որ երեխաների հացը առնել եւ շներին գցել։ Հիմա երևի շատերը քուրեր եղբայրներ այս խոսքից կրնա կայտակղվեն։ Ինչպես այդպես մտածելը, որ ինչպես իրանք շների կարգավիճակին արժանացան։ Իսրայելը հատուկ ընտրված ժողովուրդ էր, այո մենք գիտենք, եւ Տերը եկել էր հենց Իսրայելի կորած ոչխարներին գտնելու։ Բայց նաեւ գիտենք, որ ճանապարհ բացվավ դեպի հետանոցները, եւ այս կինը այդպես վատ չզգաց իրան քուրեր եղբայրներ, որ Տերը ասեց շներին գցել, ինքը դրանից վատ չզգաց։ Ինքը հակառակը համաձայնվավ կարծես, ինչ որտեղ այդ վիճակին, բայց նաև ասեց, որ շներն էլ իրանց տերերի սեղանից շրանքներով են կշտանում, քուրեր եղբայրներ։ Հիշում եք, երբ որ Հովաննո ավետարան 6-րդ գլխի մեջ էլի այդպես խիստ խոսքեր եղան եւ ասում է աշակերտներից շատերը այլևս ման չէին գալիս նրա հետ դարան, բայց Տերը դարձավ այն 12-ին հարցնում էր. «Միթե դուք էլ ուզում եք գնալ», եւ ինչ ասեց Սիմոն Պետրոսը. «Տեր ում մոտ գնանք, հավիտենական կյանքի խոսքեր ունես դու»։ Հիմա այս կինն է մի բան էր գտե իր կյանքի մեջ, որ իր զավակի բժշկությունը, փրկությունը Տիրոջ մեջ էր։ Եվ անկախ այդ վիճակներից, թե ինչ կասեր Տերը, ինքը դրա վրա այդպես չէր կայտակղվում, չէր իրան սիրտը չէր նեղսրդում դրանից։ Մեր շատերի կյանքում է քուրեր եղբայրներ, լիքը խնդիրներ, խնդիրներ կրնայանին, ու մենք մտածենք, թե վայ, այս ինչի Աստված մեզ իսպես շերավ, հա։ Թերը սպասենք նրան։ Թե իր խոսքը մեզ համար բարձր է, իր խոսքը կյանքի խորհուրդ է պարունակում իր մեջ, համբերող լինենք, նրան մտի գնենք, թե կայտակղվենք, որն է ճիշտը։ Շատ բաներ չենք ընկալում, չենք հասկանում։ Գիտեք, ես այդպես նայում եմ, երբ որ այդպես շների մասին վերաբերյալ այդպես խոսք էր խոսվում, հիշում եք Դավիթը, երբ որ Սավուղը հալածում էր Դավթին ու Դավիթը փախել էր, ու այդպես եղավ, որ քարանձավի մեջ մտավ եւ այնտեղից բան էր վերցրել, եւ այդ որ դուրս եկավ, Դավիթը խոսեց Սավուղի հետ հերվից, այսպեսի խոսք էր ասում, ինքը նախ ասում էր, ես իմ ձեռքը դեպի իմ Տիրոջը չեմ մեկնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է, ինքը վախ ուներ իր սրտի մեջ։ Դեպի Տիրոջ օծյալը Աստվածում է հաճենում, քուրեր եղբայրներ ջան։ Եսայի մարգարեության 66-րդ գլխի 2-րդ խոսքը Նո առաջի երկրորդը այսպես է գրված, ասում է. «Այսպես է ասում Տերը, երկինքի մատորն ու երկիր իմ ոտքերի պատվանդանն է, դա ինչ տուն է շինում եք ինձ համար, դա ինչ տեղ է իմ հանգստության համար, այդ ամենն էլ իմ ձեռքն է արել։ Եղան այդ ամենը, ասում է Տերը, սրան եմ մտիկ տալիս, խոնարհին, կոտրած հոգի ունեցողին, իմ խոսքից տողացողին»։ Այստեղ Դավիթը ճիշտ է կարող էր Սավուլին սպանել, բայց ինքը չսպանեց, գնաց։ Եվ հետո հերվից որ խոսում էր, ասում էր. «Տես իմ հայր, տես քո վերարկուի ծայրը իմ ձեռքին է, եւ քո վերարկուի ծայրը կտրելով քեզ չմերձրեցի, հասկացիր եւ տես, որ իմ ձեռքին չարություն անօրություն չկա»։ Այդպես խոսում էր Սավուղի հետ, ու հետո գիտեք ինչ էր ասում. «Տերը դատաստանը անե իմ ու քո մեջ, Տերը իմ վրեժը քեզանից առնե, բայց իմ ձեռքը քեզ վրա չի լինի»։ Եվ այսպես խոսք էր ուղում Սավուղին, ասում էր. «Իսրայելի թագավորը որի ետևից է դուրս եկել, եւ դու որի ետևից ես ընկնում, մի մեռաճան ետևից, մի լուի ետևից»։ Դավիթը իրան համեմատում էր մի մեռաճան հետ, քուրեր եղբայրներ ջան։ Իր ձեռքը չէր մեկնել Տիրոջ օծյալի վրա, ինքը չէր նեղվում այդ բանից։ Հիմա մենք մտածում ենք,
Շատ անգամներ այդպես դժվարությունների առաջ են կանգնում ինչի համար։ Տիրոջ խոսքը գուցե ծանր թվա մեզի։ Գուցե մենք չընկալելով մեր ընթացքից, վիճակից, ասում ենք, «Էս ինչ նեղություն է, էս ինչ դժվարություն է», բայց հավատա Աստված ամեն բաները բարեին գործարկից է դարձնելու քո կյանքի մեջ։ Եվ այս կինը չնեղվեց այդ խոսքերից։ Այս մի ուրիշ տեղ էլ կա, այդպես գրված է, երբ որ տեսեք շուն բառից, օրինակ, երբ որ Դավիթը ելավ Գողիաթի հետ պատերազմելու, ինքը ցուպով դուրս եկավ Գողիաթի առաջ։ Ու Գողիաթը ասում էր, ինչ է, ես մի շուն եմ, որի վրա այդպես ցուպով ես դուրս եկել։ Նեղվում էր այդ շուն բառից, բայց մենք գիտենք, որ հետանոսները ասենք հələ այդ ճանապարհը բացված չէր, եւ այդ կանանացի կինը հետանոսներից էր համարվում, բայց ինքը չնեղվեց քուրեր եղբայրներ ջան։ Ինքը ավելի շատ Տիրոջ փրկությանն էր հուսացած, Տիրոջ խոսքին էր ապավինում, չնայած այդ վիճակին, չնայած նեղությանը, ինքը հաջորդ քայլն էր անում, ասում էր, այո, ասում էր, շներն էր իրանց տերերի սեղանից ընկած շրակներիցն են ուտում։ Մեր ամենքի մտքի հոգու աշխարհում լիքը պատերազմներ կան, մենք էլ ունենք այդպես մարմնավոր վիճակներ, որ մարմնավոր վիճակը քեզ կարող ուզել, տես քեզ ինչ ասեցին, տես քեզ ինչ արեցին, բայց դու այսօր ում ես մտիկ տալիս, ումով ես զորանում, ով է քո հոգևոր առաջնորդը, քո կյանքի հոգու առաջնորդը ով է, Հիսուսին ես տերե քո աչքերի առաջ, թե կարող է ամեն նեղվածությունից ներսդ խաթարվի, ինչ-որ դժվարություններ կան, երկմտություններ կան, սասանից կանգնած այդ տեղից, այդ վստահությունից, որ կանգնած ես Աստծո խոսքի մեջ, թողնես, հեռանաս, տրտմես, բայց ինչու ես տրտմում, ինչու է ուշադրությունդ բևեռվում տարբեր բաների վրա, ինչու քո սրտի մեջ, քո հայացքի առաջ կենտանի վկայությունը չէ Աստծո։ Գիտեք, հավատքի մարդը այդպես է ապրում, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ուզում ես հավատքիդ մեջ ինչ-որ բան կայացած լինի, հաղթության հասած լինես, ունես պահիր ամուր Աստծո խոսքը քո կյանքի մեջ։ Մի նայր այն վիճակներին, որ կան տրտմություններ, այո, կան խնդիրներ, կան պակասություն, կան պարտություններ լիքը, բայց այդ ամենը մարմնավորի ու հոգևորի պատերազմն է, որ այսօր հոգևորը գուցեև հաճած չէ, գուցեև այն հասակին չի հասել, որ ինքը պիտի այդպես շատ հաղթություններ ունենա, բայց այդ պատերազմը մեզ համար ամեն օր է, այդ ընտրությունը մեզ համար ամեն օր է, եւ հիշիր, որ Աստված կոտրած փշերված սիրտ ունեցողի կողքին է կանգնած, հա։ Եսայի մարգարեության մեջ էլի այդպես համար կա գրված 57-րդ գլուխ 15 խոսքն է ասում է, որովհետև այսպես ասում բարձրը եւ բարձրյալը հավիտյանականության մեջ բնակվողը եւ որի անունը Սուրբ է, ես բնակվում եմ բարձրում եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենտանացնեմ եւ կենտանացնեմ սրտով կոտրվածներին։ Սրտով կոտրված լինել, խոնար հոգի ունենալ, ինչ արժեքներ են սրանք, քուրեր եղբայրներ ջան։ Շատ անգամ այդ հոգևոր պատերազմի մեջ մենք հասկանում ենք, որոշակի ըմբռնում եկել է մեր մեջ, մենք հասկանում ենք, որ երկրավորը չի կարող երկնայինի հետ բաժին ունենալ, մարմնավորը չի կարող հոգևորի հետ բաժին ունենալ։ Մենք ուրբաթօրն էլ Անտամարգանին այդ մասին խոսք եղավ, որ Ծննդոց գրքի մեջ Աբրահամը զավակ էր ունեցել Հագարից, բայց ասում է Սարան տեսավ, որ Եգիպտասի Հագարի որդին, որ ծնեց Աբրահամի համար ծաղրող էր։ Այսինքն այն զավակ, այն պտուղը, որ մարմնից ունեցել էր, ծաղրող էր։ Եվ ինքը ասում էր, որ դուրս արա այս աղախնին որդուն, որովհետև այս աղախնի որդին ին որդի Իսակի հետ ժառանգ պետք չլինի։ Ինչ խոսք է սա, ինչ խորհուրդ է, որ այսօր դու էլ քեզանից դուրս անես այն մարմնավոր խորհուրդը, այն մարմնավոր բնությունից եկած մտքերը, Աստծո խոսքին ու մտքին խորհրդին տեղ տաս, որովհետև սա նրա հետ ժառանգորդ չի կարող լինել։ Ու
Ոչ էլ կարելի է, որ այդ երկուսը իրար հետ խառնվի, քուրեր եղբայրներ ջան, որտեվ սա ընտրությունն է, այս ճանապարհով գնաս, այս ընթացքի մեջ մնաս, որ հարատևես ու արդյունքին հասնես, քո աշխատանքի պտուղը տեսնես հետո, քո չարչարանքի, քո աղոթքի, քո խնդրվածքի պտուղը, որ պիտի մեծացնե քեզ Աստծո հետ։ Թե կարող ենք այդպես հեշտությամբ, հանգիստ, այսպես է կարող ենք անել, այնպես էլ։ Եթե այդպես աներ այս կինը, քուրեր եղբայրներ, այս կինը այդպես որ աներ, իր աղջկա բժշկությունը կեղներ, կհասներ այդ արդյունքին։ Նեղանար, նեղվեր, թոնար գնար, բայց էլ ինք իր խոսքն է առաջ տանում, իր մեջ եղած հավատքն է հաստատում, գիտեք, չէ, ասում է, այո Տեր, սակայն շները իրանց սեղանից ընկած շրանքներիցն են ուդում։ Եվ Տերը քուրեր եղբայրներ ջան, այս խոսքը, այս երկրպագությունը, այս պաշտամունքը, այս ընտրությունը ընդունվավ Տիրոջ կողմից։ Ասեց, ով կին քո հավատքը մեծ է, քեզ լինի ինչպես ուզում ես։ Այսօր մենք էլ ենք անցնում այս ճանապարհը, քուրեր եղբայրներ ջան։ Պետք չէ Աստծո խոսքի վերաբերյալ բարձր, չգիտեմ, այդպես ավետարանի մեջ խոսք կա գրված Սաղմոս 75-րդ գլուխ 4-5-րդ խոսքերն է։ Ասեցի հիմարներին հիմարություն մի գործեք եւ ամբարիշներին եղջյուր մի բարձրացնեք։ Ձեր եղջյուրը դեպի բարձրը մի բարձրացնեք, հաստ վզով մի խոսեք։ Այսինքն շատերը կան, չէ, քուրեր եղբայրներ, կարող են այդպես հեշտությամբ մերժել ու տարբեր պատճառներ դնել Աստծո խոսքի դեմ։ Այդ իրավիճակի վերաբերյալ այսպես եղավ, այնպես եղավ ու դրանից գայթակղվել։ Բայց Աստված դրան հավանում է։ Այդ որտեղ է, այդ վիճակների մեջ տեսնում ենք մենք կոտրված սիրտ, խոնարհված հոգի։ Ինչ բան է խոնարհությունը։ Մենք գիտենք Ֆիլիպեցիների թղթի մեջ երկրորդ գլխում ինչ է ասում ավետարանը Տիրոջ համար, Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց, եւ 8-րդ խոսքն ասում է իրան խոնարհեցրեց, հնազանդ եղավ մինչև հիմա եւ այն էլ խաչիմա։ Հիմա այս նույն խոսքը պետք է կատարվի նաեւ հավատքի, յուրաքանչյուր հավատքի մարդու կյանքում, որ դու էլ խոնարհեցնես քեզի։ Ու կուկա այն վիճակը, որ քո մարմնավոր միտքը գուցե քեզ հուշում է, ասում է, այդպես չէ, բայց հոգևորն ասում է, այսպես արա։ Այսինքն դու հրաժարվես քեզանից, հրաժարվես քո մտքից, քո իմաստությունից, որ ավետարանն ասում է քեզի խելքից անողը քո իմաստությունն է։ Հոժարես Աստծո կամքին, խոնարհվես եւ Աստված պիտի բարձրացնի քուրես եղբայրս։ Շատ տկարությունների մեջ մենք նայում ենք։ Ես ուզում եմ նորից այս կնոջ վիճակին անդրադառնալով երկու շատ կարևոր բան ինքը արավ։ Նախ չկայտակղվավ, չհեռացավ ավետարանի խոսքից, չհեռացավ այդ իրավիճակից, որի մեջ հայտնվել էր, եւ երկրորդն է հաստատեց իր ընտրությունը, քուրեր եղբայրներ ջան։ Ու բոլորիս կյանքի մեջ էս է կատարվում, գիտեք։ Այդ ժամանակի ընթացքի մեջ դու էլ նայ քո կյանքին, որտեղ ես տգարացել, ինչի ես թուլացել, ինչի ես հետ ընկել, ինչու Աստծո խոսքը չես բարձրացրել։ Բոլորի կյանքում է կկա այդ ժամանակ այդ ընտրությունը հաստատելու, որ այսպես կկանգնես փաստի առաջ։ Այսպես կամ այս ճանապարհը, կամ այն ճանապարհը։ Այդ կամերի մեջ այդ խոսքը, այդ գործը, այդ հայտնությունները, Տիրոջ ձեռքը, որ տեսել ես քո կյանքի մեջ, նրա ողորմությունները, նրա վկայությունները, որ շատ շատերս, շատ վկայություններ կարող են բանվել, գիտես։ Շատ հրաշքներ ու նշաններ ամենքիս կյանքի մեջ այստեղ մարդ չկա, որ այդպեսի վկայություն չունենա ու այդպեսի հրաշք ու նշան կամ որևիցե բժշկություն չի եղել իր կյանքի մեջ։ Բայց գիտեք,
Եգիպտոսից եկած դուրս եկած ժողովուրդն էլ ամեն օր նախ այդ 10 հրաշքները։ Այդ ինչ արեց Աստված, ինչ հրաշքներ արեց, հա։ Ասենք այնտեղ մոգերը ինչ որ մինչև որոշակի ժամանակ ինչ որ բան կարողացան նույնը անել, բայց դրանից հետո այն ինչ որ անում էր Մովսեսի ձեռքով, իրանք այդ էլ չկարողացան անել։ Հիմա հրաշքից նշանից բացի Եգիպտոսից դուրս բերավ։ Ծովը ճեղքեց անցրեց դրա միջով։ Կրակի սյունը եւ ամբիսյունը գիշեր ցերեկ նրանց հետ։ Մանանա տվեց անապատում, ժայռերը ճեղքեց, ջուր տվեց։ Հրաշքներ, հրաշքներ, հրաշքներ։ Բայց ավետարանն ինչ է ասում։ Եբրայեցիս թղթի մեջ 4-րդ գլխի մեջ խոսքը ասում է, որովհետև մենք էլ ենք ավետիք արել ինչպես նրանք, բայց նրանց օգուտ չբերավ ավետիքի քարոզության խոսքը, որովհետև չխառնվեցավ հավատքի հետ լսողների մեջ։ Այսինքն իրանք չբարձրացրեցին իրանց կյանքի մեջ ավետարանի խոսքը։ Տեսեք, Եսայի թղթի մեջ մենք կարդացինք 66-րդ գլխի մեջ ինչին էր հավատում Տերը։ Եվ ես սրան եմ մտիկ տալիս խոնարին, կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Իսկ իրանք չբարձրացրեցին խոսքը։ Ուրեմն քուրեր եղբայրներ, այդ խոսքը բարձրացնելով դու ապավինում ես Տիրոջը։ Քեզանից բարձր ես անում, ոչ թե իմ միտքն է այսօր պատերազմում, այլ իմ հավատքն է աշխատում, չէ՞։ Եվ ավետարանը էլի Եբրայեցիս թղթի մեջ ինչ է ասում, որ արտարը հավատքից կապրի։ Ու այդ հավատքից դինում է այն, ինչ որ մենք չենք էլ մտածել, չենք էլ ծրագրել, բայց հավատքով տալիս է։ Էսկինն էլ չէր մտածում, բայց հավատում էր, որ պետք է առնի, հավատում էր, որ ինչ որ բան պետք է եղնի։ Եվ դրա համար առանց վիճակներին, պայմաններին, չգիտեմ ինչերին նայելով, ինքը խոնարհվավ այդ խոսքի առաջ։ Քուրեր եղբայրներ ջան, այսօր ինչն է պատճառը, ասենք, որ մենք բարդություններ ենք կրում շատ անգամ։ Ինչն է պատճառը, որ հետ ենք ընկնում, հա։ Բայց չէ որ Աստված կարող է քեզ անում, Աստված զորավոր է քեզ անում։ Չէ, մենք էլի Եսայի մարգարեությունից այդպես 12-րդ գլխի մեջ խոսք կար գրված, այս մասին էլի է խոսվել 12-ի վերջի համարն է, աղաղագիր ցնծացիր, ով Սիոնի բնակչուհի, որովհետև մեծ է քո միջումը Իսրայելի Սուրբը։ Աստված մեծ է ինձ անում ու քեզ անում։ Աստված իր գործը կիսատ չի թողնելու, բայց քո հավատքը դու հաստատիր, մի հեռացիր իրանից։ Դժվարություն է, խնդիր է, նեղություն է, չգիտեմ, հարցեր են խնդիր, խրտին, լուծումները չես տեսնում, հավատքի աչքերով նայիր, ամուր բռներ են խոստմունքը, որ հետ չգնես, հետ չմնաս քուրես եղբայրս։ Եվ մի տեղ եք ուզեմ կարդալ, էլի Եբրայեցիների թղթի մեջ, որ գրված է 10-րդ գլուխ 35 խոսքից ասում է, ուրեմն դեմի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցումը ունի, որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ Համբերություն է պետք։ Այս ճանապարհը ընթացքը այնպես չէ, որ մենք այսօր հավատացինք, այսօր առանք ու գնացինք։ Այսօր մի փոքր խորհուրդ կփոխանցի, մի փոքր կզորացնի քեզ, մի փոքր ուշ կուտա, որ դու այդպես կայանաս, կամաց հավատքի ճանապարհը գնաս, այդ ապաշխարության ընթացքը Տիրոջ կամքի համեմատ եւ արդյունքը տեսնես։ Ու ասում է, որովհետեւ միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է, կկա եւ չի ուշանա։ Բայց արտարը հավատքից կապրի եւ եթե մեկը հետ քաշվի, իմանցը նրան չի հավանիլ։ Իսկ մենք հետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքիցն ենք, որ մեր հոգիները փրկվին։ Գիտեք, չէ, Պետրոս Առաքյալն ինչ էր ասում։ Հովանու 6-րդ գլխից որ կարդացինք, այնտեղ ասում էր, ում մոտ գնանք,
հավետենական կյանքի խոսքեր ունես դու եւ մենք հավատացինք ու ճանաչեցինք թե դու ես Քրիստոսը։ Սա քուրեր եղբայրներ հայտնություն է։ Ու այս հայտնությունը ամեն մեկից տրված է, որ ճանաչեցինք, հավատացինք թե դու ես Քրիստոսը, կենտանի Աստծո որդին։ Մենք ուրիշ տեղ չունենք գնալու։ Ու եթե այսօր կան թերություններ, սխալներ, թող Տերը օգնե քուրս եղբայրս։ Թող Տերը զորացներ հավատքը, որ տվել է քեզ փրկության համար։ Դու աճի հավատքի մեջ։ Մի նայր, այդ վիճակները կան, բդեան են, պատերազմներներ կլինեն, փոթորիկներներ կվեր կենան, բայց վեմի վրա կառուցված տունը ինքը կանցնի այդ փոթորիկներից, ինքը չի խախարվի, չի քանդվի, կորստի չի մատնվի, որտև ինքը ամուր բռնել է այդ խոսքը, հավատացել է, որ կյանքը Քրիստոսի մեջ է, այսպիսի դավանանք կարես կնոջ մեջ։ Ինքը ասում է եկավ երկրպագեց Տիրոջը, երկրպագությունը վկայում է, որ ընդունել էր Հիսուսին, սրտանց էր ընդունել, հավատքով էր եկել եւ դրա համար չերկմտեց, ու արդյունքը եղավ այն ինչ որ ինքը խնդրում էր։ Թող քեզ քո ուզածով եղնի, որտեղ մեծ է քո հավատքը։ Այսօր այդ մեծ հավատքը կա քո մեջ, սիրելի քուրս եղբայրս։ Այդ մեծ հավատքը կառուցվում է Աստծո խոսքով։ Եթե մենք ասենք թե հավատք ունենք, բայց խոսքը չկա, ուշ շուտ պարտվելու ես։ Այսինքն այդ աշխատանքը եթե քո մեջ չես տանում, որ հավատքի մեջ աճես, հավատքը հիմնված է ավետարանի խոսքի վրա, չէ, հավատքը լսելուց լսելն Աստծո խոսքից, որ դու քո կառուցած այդպես մտքով, չգիտեմ, բաներով, այդ մտքով դանցած խոսքով, խորհրդով չկառուցվի, այլ ավետարանի խոսքով, որը հիմնականն է, որը հիմնարար է, որը կարող է փրկել, հա։ Գործ Կարակելոցի մեջ 20-րդ գլխի մեջ, երբ որ Պողոս Արաքյալը պիտի գնար այդտեղից հավաքեց երեսներին, ու այնտեղ ինքը ինչ էր ասում։ Ասում էր արթուն կացեք, հիշելով որ 3 տարի գիշեր ցերեկ չդադարեցի ամեն մեկի դարդասուկով խրատելու, եւ հիմա ձեզ Աստծուն եմ հանձնում եղբայր եւ նրա շնորհքի խոսքին։ Խոսքը ունեցի քո կյանքի մեջ։ Հիսուսը անապատի փորձության մեջ ասում էր գրված է, գրված է, գրված է։ Ավետարանի խոսքով էր դեմ տնում։ Ու եթե այսօր քո մեջ խոսքը զորավոր է, Աստծո խոսքը քո մեջ զորավոր է, դու էլ դեմ տնելու բան կունենաս։ Բայց եթե քո մտքի պատերազմի մեջ ավետարանը չկա, քո հավատքը կիսատ պռատ է, որովհետև հավատքի հիմքը խոսքն է։ Ու դու քո մտքով կպատերազմես ու տանուլ կտաս, քուրս եղբայրս։ Դրա համար Տիրոջը դիր քո աչքերի առաջ, նրա խոսքը քո առաջ, կոնտրությունը իր խոսքով հաստատիր։ Քո ամեն այդ ընթացքը ճանապարհը տես իր խոսքի մեջ, իր խորհրդի մեջ, որտեղ կա նման իրավիճակ, որտեղ է գրված, որտեղ եղավ այդպես բան, որ ես էլ կարդամ, իմանամ, իմ վիճակը ինչ է լինելու։ Եվ ավետարանը այնքան բացելու խորհուրդներ ունի, այնքան լույս ունի սպրելու քո կյանքի մեջ, որ քո խավարը լույսի դարձնի։ Եվ այդ լույսը իրական լույս է, քուրս եղբայրս։ Մենք էլի կարող ենք վկայել, ասել, հաստատել, որ այդ լույսը եկա, որ մենք խավարից փրկություն կտանք։ Թող Տերը օգնի, քուրս եղբայրս։ Այդ լույսը, այդ խոսքը այսօր ամեն մեկիս հետ է։ Ու Տերը այսօր որ հավաքել է ներկայության մեջ, ուզում է, որ մենք խավարի մեջ չմնանք։ Չկայլենք այդպես անտեսանելին տեսնողի պես քայլենք, քուրս եղբայրս։ Անտեսանելին տեսնելու համար պետք է ավետարանի խոսքը, որ զորավոր է, կարող է իր գործը գործել, ինչի համար որ երկնքից ուղարկվել է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Տիրոջը փառք տանք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մի շատ ծանոթ տեղ պիտի կարտամ, եղբայրներ, քույրեր։ Խոսքը Թեսաղոնի գեցից առաջի Թեսաղոնի գեցից 4-ի մեջ է եւ Մարգոս ավետարան 7-րդ գլխի մեջ։ Եվ այս երկուսը կուզեմ իրար հետ կապենք,
Իհարկե առաջի հայացքից կնայես, որ կարծես թե կապ չունեն իրար հետ, բայց լավ էլ կապ ունեն։ Ուրեմն Տեսաղոնի գեցից թուղթը Պողոս ինչ կգրե։ Չորս 13 Քանի որ մենք հարուցյալ Քրիստոսին հավատացած ենք եւ հարուցյալ զավակներ կոչվենք հարությանը հավատալով, հավիտենական կյանքի հավատալով, որտեղ մեր հիմքը հավիտենական կյանքն է, այսինքն Քրիստոսը, որ ինքը ասեց ես եմ կյանքը, եւ այս հույսով կապրենք մինչև որ Տերը գա։ Ես կկարտամ 13-ից մինչև 17-ը եւ հետո կանդրադառնամ Մարգոս Ավետարանին։ Քանզի եթե կհավատանք, թե Քրիստոս մեռավ ու հարություն առավ, նույնպես ալ Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ։ Վասնզի ասիգա կսեմ ձեզի Տիրոջ խոսքով։ Ուշադրություն դարձրեք, առաքյալը կսե ասիգա կսեմ ձեզի Տիրոջ խոսքով։ Տիրոջ խոսքով։ Եթե մենք մինչև Տիրոջ գալուստը ողջ մնանք, բնավ ննջեցյալներն առաջ պիտի չանցնենք։ Վասնզի Տերը ինքը ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով, Աստծո փողով, երկնքեն պիտի իջնե եւ Քրիստոսով մեռածներ առաջ հարություն պիտի առնեն։ Ետքը մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնց հետ պիտի հափշտակվենք ամբերով Տիրոջ առջև ելնելու օդի մեջ եւ այսպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք։ Ուրեմն մեկս մեկ մխիթարեցեք այս խոսքով։ Մենք ստեղ ինչ կտեսնենք։ 3 բան կա ստեղ, այսինքն կա բաժանում, կա հարություն եւ կա միացում։ Բաժանումը ժամանակավոր է, հարությունը խոստացված, միացումը երաշխավորված։ Եվ սա առաքյալը կսե ես Տիրոջ խոսքով կսեմ։ Մարդը երբ որ մեկին պատճառ կհանդիսանա ինչ-որ մի բանին, ինքը կսե ես երաշխավոր եմ, աշխարհի մեջ ընդունված բան կա, չէ՞, այսպես ես պատճառ եմ տարել, ես խոսք ուտամ, որ ինքը տեսակ մարդ չէ կամ այս բանը, երբ որ ինչ-որ մի բան պիտի փոխանցեք, կսե ես երաշխավոր եմ դուր։ Բայց առավել երաշխավոր է Աստծո խոսքը մեր կյանքում, որ այս ամենը մենք գիտենք ժամանակի խնդիր է, որ Հիսուս ինչպես Գալիլեացի մարդկանց խոսք ուղղեց հրեշտակը, որ Տերը նորից պիտի վերադառնա, դա երաշխավորված խոսք է։ Մարգոս Ավետարանի մեջ ստեղ Մարգոս Ավետարանիչը ինչ կսե։ Ուրեմն մի բան էր տեղի ունեցել աշակերտների հետ, մարդիկ տեսել էին, փարիսեցիները ավելի ճիշտ, տեսել էին եւ սկսեցին ինչ անել, հանդիմանել։ Ինչ ծեվի, ինչ էր եղել։ Տեսան, որ աշակերտները անլվա ձեռքերով ինչ-որ բան ցորենի բան փշրեն, մաքրեն, թե ինչպես հասկեր եւ կուդեն։ Եվ երբ որ փարիսեցիների աչք ընկավ, տեսան, սկսեցին նեղվել, հանդիմանել առաքյալներին, Հիսուսին ավելի ճիշտ, ինչու քո աշակերտները անլվա ձեռքով հաց կուտեն կամ անլվա ձեռքով այս ծեվի բաներ կենեն, որտեղ օրենքի մեջ քսեր որ
կար օրենքեցև, ես չեմ ուզի անդրադառնա ժամանակի պատճառով, որ վերջը անլվա ձեռքերով կամ բան այդպես մաքրության օրենքներ կար։ Եվ իրանք այդ տեղից բռնեցին եւ ասացին ինչու։ Եվ Տերը հետաքրքիր բան ասավ, այստեղ ես կուզեմ կարդամ։ Բոլոր ժողովուրդը իրեն կանչելով սավ անոնց։ Լսեցեք ինձի Մարգոս 7:14 ու համեկդ հասկացեք։ Լսեցեք ինձի ու հասկացեք։ Տեսեք ինչ կսե։ Բան մեջ կա, որ դրսեն մարդու ներսը մտնե եւ կարող է լա զանիգա պղծել։ Հապա այն բաները, որ անգեք ելնեն, անոնք են, որ մարդը կպղծեն։ Ուստի ով որ ականջ ունի, թող լսե։ Տերը կուզեր սեր հետևյալը, կերագուրը մարդու սրդի հարցը չի լուծե։ Այն կերագուրը, որ նոր դու կուտես, քո սիրտը չի կարող պղծել կամ մաքրել, կերագուրը հարց չի լուծե։ Եվ երբ որ այս ամենը ասեց Հիսուսը, աշակերտները կարծես թե միտք չառան։ Եվ երբ որ տունը մտավ, աշակերտները հարցրին իրեն այդ առակի համար։ Եվ ասավ. դուք եք տագավին անմիտ եք։ Իրանք լկը մեղադրեին։ Եվ երբ որ Հիսուսը Մատթեոսի մենք գիտենք 23-ի մեջը իրանց ներսը տեսավ եւ ինչ որագում տվավ Տերը, լրիվ կարելի է այսպես ասել ապականված, Աստծուց հեռու, լրիվ, մենակ դրսի երևույթներ, ուրիշ հեշտ բան։ Բայց Տերը կսե, միթե դուք էլ անմիտ եք։ Չեք հասկնա, թե ամեն ինչ որ դրսեն մարդու ներսը կմտնե, չի կրնա զանիգա պղծել։ Վասնզի, ոչ թե անոր սրդի մեջ կմտնե, հապա փորը արդակնոց եւ այլն։ Ուստի բոլոր ուտելիքները մաքուր են։ Եվ նաեւ բոլոր մարդիկ նոր կտակարանի մեջ մաքուր են։ Այսինքն տարբերություն չդրավ հետանոսի եւ հելայի միջև։ Մենք մի ժամանակ հետանոս էինք, բայց իրեն հավատացողը իր այրան շնորհիվ մաքուր է։ Եվ ինչի համար Հիսուսը կսե, եւ դուք մաքուր եք այն խոսքով, որ ես ձեզ խոսեցա։ Այսինքն դու ընդունել ես այդ խոսքը եւ դու մաքուր ես այդ խոսքով։ Եվ մարդու սրդի հարցն է ստեղ էականը։ Մենք երբ որ կարդացինք քիչ առաջ Թեսաղոնիկեցիս թուղթը, որ մենք երաշխիք ունենք Աստծո խոսքը մեզի երաշխիք է, եւ որ մարդու համար է երաշխիք։ Եվ երբ որ մարդու սրդեն այս տեսակ բաներ կելնե, մարդու ներսեն կելնե, չար խորուրդ, անառագություն, կռիվ, սպանություն, գողություն, ագահություն, նենգություն, գիջություն, չար աչք, հայոյություն, ամբարտավանություն, անզգամություն ու այս բոլոր չար բաները մարդու ներսից կելնին, հարցը կերագուրը չէ, կերագուրը չի կարող, էլի կսեմ, մարդու սրդի հարցը լուծել։ Իհարկե, լավ է, վերջը մենք բոլորս էլ տուն կեշտան կլվացվինք հաց կուտենք, հարցը սիկ չէ, հարցը մարդու ներսի սրդի հարցն է, որ Տերը շեշտը դրավ այդտեղ, սավ եթե գավաթի ներսը մաքուր են ես, ուրեմն դուսնե մաքուր կեղնի։ Այսինքն բոլոր տեսակի կերագուրները ինչ են, մաքուր են, մարդու սրդի հարցն է ստեղ,
ես հավատացած եմ, որ մենք ահագին տարի եք ու կանք եկեղեցի, որևիցե մեկը եթե իր սրտի մեջ ինչ որ բան պահե եւ այդ ձև ապրի մնա, սա խոչընդոտ կհանդիսանա իր եւ Աստծո միջև։ Հավատացած եմ, որ այդ ձևի գիտենալով հանդերձ այդ ձևի մարդ չի եղնի մեր մեջ։ Ես հավատացած եմ, չգիտեմ, եթե ինչ որ խնդիր կա, մենք ունենք եղբայրներ, մարդիկ կարող են մոտենալ իրանց սիրտը բացել Աստծո առաջ, սպասավորի առաջ, խոսալ, կիսվել, հարցեր լուծել, որտև ժամանակի հարց է այս ամենը։ Եվ ժամանակ կարելի էսել էլ չկա։ Եվ այս ժամանակներն է շատ արագ կանցնին։ Ուրեմն Արտուն կեցեք եւ առաքյալը ինչ սավ, արտուն կեցեք Հիսուսն է սավ, չէ աղոտ կերեք։ Մատթեոս 25-ի մեջ 5 իմաստուն եւ 5 հիմար կույսերի մասին կսեր Տերը, որ նրանք երկուսն էլ եկեղեցուց էին, երկուսն էլ ունեին խոսքը, երկուսն էլ տեղյակ էին խոսքից, անտեղյակ մարդ չկար, բայց անտարբեր գտնվեցին մարդիկ, որոնք որ իրանց սրդի նեսի հարցը չլուծեցին եւ դուսը մնացին։ Եղբայրներ, քույրեր, մինչև Հիսուսի գալը ժամանակ կա։ Եվ դա Աստված, որ մենք որևիցե խնդիր չունենանք ոչ մարդկանց հետ, ոչ Տիրոջ հետ։ Ապրենք ճիշտ կյանք Աստծո առաջ։ Հայտնի է դարել Աստծո խոսքը մեզի հայտնել է Աստված, հայտնի է դարձել մեզ։ Իր այրան միջոցով մենք ունենք արտոնություն, ունենք համարձակություն նաև սուրբ տեղը մտնելու։ Ուրեմն ճիշտ ապրենք Տիրոջ առաջ։ Տերը օրհնե բոլորիս։ Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Մեր Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Երբ որ նայում ենք Տիրոջ խոսքը, եղբայրներ, քույրեր, մենք տեսնում ենք, որ արարչագործությունը սկսվել է հետևյալ ձևով, այդպես գրված է, որ Աստված ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, որ Աստված իր խոսքով է արարել երկինքը, երկիրը, ամեն բան իր խոսքով է տեղի ունեցել, եղբայրներ, քույրեր ջան։ Եվ ամբողջ Սուրբ Գիրքը կխոսա Աստծո խոսքի մասին։ Եվ Հովաննու ավետարան առաջի գլխի մեջ մենք կարդում ենք, որ Հովանեսը այսպես է գրում. Սկզբումն էր բանը, բանը Աստծո քով էր եւ բանը Աստված էր, եղբայրներ, քույրեր։ Եվ կարդամ շարունակությունը Հովաննու ավետարանի Եթե մեր կյանքի սկիզբը բանը չէ, Աստծո խոսքը չէ, հիշում եք հայտնության գրքի մեջ էլ Հիսուսը ինձ ասեց, ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինը եւ վերջինը, սկիզբը եւ վերջը։ Եվ Հովանեսը ավետարանի մեջ այդպես է սկսում. Սկզբում էր բանը, բանը Աստծո քով էր եւ բանը Աստված էր։ Անիկա սկզբեն Աստծո քով էր։ Ամեն բան անով եւ առանց անոր բան մը չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր ու խավարը զանիկա չճանչծավ։ Եվ շարունակության մեջ կարդում ենք, որ Աստծո խոսքը բանը աշխարհ եկավ, Աստծո լույսը իրեններին եկավ, իրենները զինք չընդունեցին։ Բայց անոնք, որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ լալու։ Անոնք, որ զինք ընդունեցին, իշխանություն տվավ Աստծո որդիներ լալու, որոնք կհավատան իր անվանը,
որոնք ոչ այրուն է եւ ոչ մարմնի կամք է, ոչ ալ մարդու կամք է, հաբա Աստուծմե ծնան։ Եվ 14 խոսքը բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեցավ։ Եվ անոր փառքը տեսանք, որ մեր միասնի փառքի պես շնորհքով ու ճշմարտությունով լեցուն։ Եղբայրներ քույրեր, այս խոսքերի հիմքում մենք տեսնում ենք այն կարևոր բանը, որ այո, ամեն բան Աստված իր խոսքով է ստեղծում եւ արարել է Աստված իր խոսքով, ծննդոց առաջի գլխի մեջ կարդում ենք եւ մենք տեսնում ենք, որ մարդու կյանքի մեջ նորից Աստծո խոսքն է գործում, եղբայրներ քույրեր ջան։ Բայց քանիսի կյանքի մեջ է այդ խոսքը հաստատվել, քանիսի կյանքի մեջ մենք ուզենք, որ Աստծո խոսքը բարձրնա։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, եթե խոսքը չի բարձրնա մեր կյանքի մեջ, մեր մեջ ոչ մի բան տեղի չի ունենա, հավատացեք։ Եթե խավարի մեջ լույս չծագե, խավարի մեջ ոչ մի բան չի փոխվի, խավարը կմնա խավար։ Եթե մարդու հոգու աշխարհի մեջ Աստծո լույսը չծագե, Աստծո խոսքը չծագե, մարդու կյանքի մեջ բան չի փոխվի, եղբայրներ քույրեր ջան։ Եվ եկեք ամենքս էլ եթե նայենք մեր կյանքին, մենք ինչ ենք հավատքի եկել, ինչ է տեղի ունեցել, եղբայրներ քույրեր։ Մենք կարող է տարբեր բաներ չվկայենք, մեկի կյանքում հրաշք եղել, մեկի կյանքում վկայություն եղել կամ չգիտեմ, տարբեր բաներ են, չէ՞ տեղի ունեցել։ Բայց այդ բոլոր իրավիճակների մեջ դու այսօր տեսել ես, որ քո կյանքի մեջ ոչ թե այստեղ դες կարտացինք սե, բայց անոնք, որ զինք ընդունեցին, իշխանություն տվավ Աստծո որդիներ, որոնք ոչ այրունից, ոչ մարմնի կամք է, ոչ էլ մարդու կամք է։ Այսինքն քո մարդկային իմաստությունից չէ, մարդկային ոչ մի կամքից չի դրսևորվել, որ այսօր ես ու դու Աստծուն ենք ճանաչել, եղբայրներ քույրեր։ Եթե դու կվերագրես, որ դա քեզ հետ տեղի ունեցել, որտեղ կարող է դու իմաստուն ես, հասկացար, միտքդ բացվավ, բայց Աստծո խոսքը գսե դա մարդկային կամքից չէ եղել, հաբա Աստծուց, որ Աստծուց ենք ծնվել, եղբայրներ քույրեր։ Եթե Աստված չուզենար, որ մենք իր խոսքից ծնվենք, եղբայրներ ջան, քույրեր ջան, մենք ավելին էսպես մարմնավոր, մենք մեր ուզելով ենք ծնվել աշխարհ եկել։ Չէ, մեր ծնողների կամքով ենք մենք ծնվել։ Եվ հավատքի կյանքի մեջ էլ, եթե Աստված չբացեր, եթե իր խոսքը չհասցներ մեր կյանքի մեջ, եղբայրներ քույրեր, մեր միտքը չէր լուսավորվի, մեր միտքը չէր արթնանա։ Բայց այո, սա Աստծո ողորմությունն է, Աստծո շնորհքն է, Աստծո պարգևն է, եղբայրներ ջան, քույրեր ջան, նվերը, Աստված նվեր էր մեզի։ Այս պարգևը, դրա համար Իսավ, եթե դու գիտենայր Աստծո պարգևը, Սամարացի կնոջը, չէ՞, թե դու յանից ջուր կուզեիր խմելու։ Բայց հիմի եթե գիտենայր Աստծո պարգևը, պատկերացրեք, Հիսուսը եկել էր, չէ, Սամարացի կնոջ հետ զրուցեր, եղբայրներ քույրեր, Քրիստոսի հաղորդակցություն էր, չէ, շփում կար։ Բայց հետաքրքիր է, այդ կինը կարող էր, չէ, Հիսուսին ընդունել կամ չընդունել։ Այսօր շատ հոգևոր հավատացյալներ ինչով են բավարարված։ Այդ զրույցից, ասենք Հիսուսը խոսացել է, երևի այստեղ հեչ մեկից հետ չէ, այդպես զրույց տեղի չունեց, ինչ որ տեղի ունեցավ Սամարացի կնոջ հետ, չէ, կենտանի Քրիստոս հաղորդակցվեր այդ կնոջ հետ, այդ անձնավորության հետ։ Բայց այդ զրույցից ինչ օգուտ քաղեմ գես, կամ ինչի կուղորդ է Քրիստոսը, եւ ոչ միայն այս կնոջ մասին, այլ ամբողջ ավետարանները կխոսան, չէ, վկայություն կտա, որ Քրիստոսը շատ մարդկանց հետ է զրուցել, շատ մարդկանց հետ է խոսել, շատ մարդիկ են Քրիստոսին մոտեցել, հրաշքներ տեսել, զորություններ տեսել, այդ շնորհքից օգտվել, չէ, Տիրոջ օրհնությունից, Տիրոջ զորությունից, չէ, մի կին կար, որը հիվանդ էր եւ ինչ էր ավիա, մտքի մեջ դրել էր, որ մոտենա Տիրոջ քղանցքին, չէ, իր սրտի մեջ որոշել էր եւ այդ հավատքով մոտեցավ ու ինչ տեղ ունեցավ, բժշկված եղբայրներ քույրեր, բայց հիմի հարցը հետեւյալն է, այդ բոլոր իրավիճակների մեջ
իմ կողմս որն է, ես կշարունակեմ մնալ Աստծո խոսքի մեջ, թե այդ խոսքից դուրս եմ, եղբայրներ քուրեր։ Եվ սա հավատք է, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Որովհետև օրինակ շատ մարդիկ մենք գնայինք Սուրբ Գրքին, որ կային 10 բորոտներ, գիտեք այդ պատմությունը, 10 էլ բորոտ էին, երբ որ հանդիպան Հիսուսին ճանապարհին, գիտեք, Հիսուս ասեց գնացեք ձեզի քահանային ցույց տվեք, չէ՞։ Եվ իրանք Հիսուսի խոսքին հնազանդվան, նայեք, Հիսուսի խոսքին հնազանդվան, չէ՞։ 10 էլ հնազանդվան։ Միտք կար իրանց, թե չէր կա, ինչի էր տանք, իմաստը ո՞րն է ցույց տալու, ինչ կա ցույց տալու։ Ով էր Հիսուսը իրանց համար, որ Հիսուսի խոսքով պետք էր տային քահանային ցույց տային։ Եվ երբ որ գնացին, տեսեք, Աստծո խոսքի նկատմամբ հնազանդությունը Հիսուսի խոսքի նկատմամբ ինչ տեղ ունեցավ իրանց կյանքի մեջ բժշկություն եղավ, թե չեղավ։ Եղավ, չէ՞, 10-ի կյանքի մեջ էլ բժշկություն եղավ, 10-ն էլ գրված է ճանապարհին, դեռ չէին հասել քահանային, իրանք բժշկվան, եղբայրներ քուրեր, իրանց բորոտությունը վերցվեցավ, բայց գրված է, որ մեկը հետ դարձավ, մեկը դարձավ եւ երկրպագություն եղավ։ Եվ Հիսուսը հարց տվավ, իսկ այն մյուս 9 որտեղ են, եղբայրներ քուրեր, իսկ այն մյուս 9 որտեղ են։ Այսինքն այսօր հարցը հետեւյալը այն չէ, որ այսօր ես ու դու այստեղ նստած ենք, քույր եղբայրներ ջան։ Հարցը հետեւյալն է. իմ մեջս կա Աստծո խոսքի իշխանությունը։ Ես կուզեմ այդ իշխանության տակ ապրիմ, Աստծո խոսքի մեջ ապրիմ, որտեղ կարդացինք բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեցավ։ Որ եղբայրներ ջան, եթե այսօր կամ այսօր ձեզնից որևէ մեկի տուն հյուր եմ եկել, չէ՞ քույրեր ջան, մեկ քույրերը չեք ասեն մեր տունը եղբայրները քիչ կայցել են, լավ, ձեր տուն հյուր ենք եկել, եղբայրներ ջան, քույրեր ջան։ Ես իրավունք ունիմ ձեր տան ինչ որ մի բանի վրա, օրինակ ասեմ, այս պահարն ինչ եք ստեղ դրե հանեք դնենք այնտեղ։ Ունիմ այդ իրավունքը։ Ինչի որտեղ ես ձեր տան բնակիչը չեմ, ես հյուր եմ։ Եղբայրներ քույրեր, այսինքն ես այդ տան մեջ իշխանություն չունիմ։ Եվ հետո Աստծո խոսքը գսե եւ անոնց մեջ պիտի բնակվիմ։ Բնակություն ինչ կնշանակի, եղբայրներ քույրեր։ Բնակվել կնշանակի անցած ուշպատորը եղբայրը հիշեցրեց, չէ՞ թե Տիրոջ խոսքը ձեր մեջ առադապես բնակվի։ Որն է առադապես բնակվելը, եղբայրներ քույրեր։ Այսինքն Աստծո խոսքը ամեն ինչի վրա իշխանություն ունի, նա իմ կյանքի մեջ։ Երբ որ Հովհաննես Մկրտիչի պատմությունն ենք կարդում, մենք ինչ ենք տեսնում, որ Հերովդեսը Հովհաննեսին լսեր կը, թե չէր լսել։ Լսեր կը, չէ՞ գրված է, այդպես գրված է, գսել լսեր կը, եղբայրներ քույրեր։ Խորհուրդներ կհարցներ, բայց եկավ մի պարագա, երբ որ ինչ տեղ ունեցավ։ Ինքը Հովհաննես Մկրտիչին գլխատեց։ Ճիշտ է։ Այսինքն հնարավոր է, որ մարդը ինչ որ պարագաներում Աստծո խոսքին լսե, բայց ինչ որ իրավիճակի մեջ ինքը ինչ է, այդ խոսքը գլխատե, այդ խոսքը մեժ է, եղբայրներ քույրեր ջան։ Դրա համար Ավետարանը գսե Աստծո խոսքը առադապես բնակվի մեր կյանքի մեջ։ Աստծո խոսքը գիտենալու մասին չէ խոսքը, Աստծո խոսքի բնակության մասին է խոսքը, Աստծո խոսքի իշխանության մասին է իմ կյանքի մեջ, անձնական կյանքի մեջ, իմ ընտանիքի կյանքի մեջ եւ եկեղեցու կյանքի մեջ։ Սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ եղբայրներ քույրեր, եթե այդ խոսքը Աստծո խոսքը եկել է, այո, յա գործը գործելու։ Աստծո խոսքը եկել է Աստծո կամքը հաստատելու իմ ու քո կյանքի մեջ։ Բայց եթե ես այդ խոսքի նկատմամբ խոնարհություն չեմ ունենա, եթե ես այդ խոսքը չեմ բարձրացնի իմ կյանքի մեջ, մեր կյանքի մեջ եկեք անկեղծ եղնենք ընտանիքներում, մեր շրջապատում կա մարդկային խոսք, չէ, հեղինակություն, աշխատավայրում, բոլոր տեղերում կա մարդկային իշխանություն, չէ։ Մենք այս երկրի վրա կապնենք, եղբայրներ քույրեր, երբ որ կերտանք ինչ-որ մի հատ պաշտոնական այցելության կամ ինչ-որ հարցերի հետ կապված, չէ, այնտեղ մեր խոսքը չէ։ Մենք մեր խոսքը կարող ենք սիքսպես է, բայց կա այդ իշխանության խոսքը։ Կա տվյալ պահի
ինչ իշխանություն որ կա, իա խոսքը։ Գնացել ես բժշկի, եղբայրներ քուրեր, դու չես չէ թելադրողը, բժիշկն է խոսողը, բժշկի խոսքին դուք ենթարկվիս։ Ու այսպես շատ հարցեր, բայց հավատքի կյանքի մեջ, եղբայրներ քուրեր, ինչն է գերակշռողը իմ ու քո կյանքի մեջ։ Այսինքն եկեք այս մասին մտածենք, եղբայրներ քուրեր, եւ տեսեք Սուրբ Գրքից ես կուզեմ մի հատ համար կարդամ, դա գրված է Մատթեոս ավետարանի մեջ 8-րդ գլխի մեջ 5 համարից մենք կարդում ենք մինչև 13-րդ համարը, սա մի պատմություն է այստեղ գրված, մի հանդիպում էր տեղի ունեցել, մի հարուրապետի եւ Հիսուսի միջև, գիտեք այս պատմությունը, որ մի հարուրապետ կար, որի ծառան հիվանդ էր եւ Հիսուսին մարդ էր ուղարկել եւ ասել էր, որ իմ ծառաս հիվանդ է եւ ես արժան չեմ, որ դու իմ հարգի տակ մտնես, բայց տեսեք մի հատ բայց կար, եղբայրներ քուրեր ջան, եթե դու քո խոսքով ասես եւ շարունակության մեջ ինչ է կարդում, հարուրապետը պատասխան տալով սա, Տեր, ես արժան չեմ, որ դու իմ հարգիս տակ մտնես, միայն խոսքով հրամայե ու իմ ծառաս պիտի բժշկվի, ինչքան լավ է, չէ, եղբայրներ քուրեր ջան, բայց նայեք շարունակությունը պիտի կարդամ, վասնզի, եղբայրներ քուրեր, եթե այս խոսքը չեղներ, ես կմտածեմ, որ հարուրապետի ծառան չպիտի բժշկվեր, որովհետև մարդու կյանքի մեջ, եթե Աստծո խոսք չկա, այնտեղ Աստծո գործ չի գործվի, եղբայրներ քուրեր։ Եթե Աստծո խոսք չկա իմ կյանքի մեջ, Աստծո գործը չի գործվի, զորովեն հեշտան չի եղնի։ Ուղղակի ես կնա շինեմ Աստծո գործ, ցույց տամ Աստծո գործ։ Իսրայելի կյանքում էլ, երբ որ Մովսեսը ելել էր, չէ, լեռը, ժողովուրդը ինչ երեցին։ Կուրկ շինեցին, պաշտամունք երեցին։ Բայց Աստծո խոսք չկար։ Պաշտամունք են ստեղծել, բայց առանց Աստծո խոսքի։ Եվ այսօր մեր շատերի կյանքի մեջ էլ մենք շատ անգամ կուզենք երևույթ ցույց տանք, ցուցադրենք, որ Աստվածապաշտ եմ, այսպեսին է, բայց այդ խոսքը չկա իմ կյանքի մեջ, եղբայրներ քուրեր։ Աստծո խոսքը քսոր այդ իշխանությունը չկա քո կյանքի մեջ։ Դու ես ստեղծել, ու մի օր քո ստեղծածդ կքանդվի, ու երբ որ քանդվի, դու կանգնես փաստի առաջ։ Դու կանգնես դժվարության առաջ։ Դրա համար Հիսուսը սա իմաստուն երկու հոգի տուն շինեցին, չէ՞, մեկը վեմի վրա, մեկը ինչի վրա։ Ավազի վրա։ Ինչ են շինել, տուն են շինել, եղբայրներ քուրեր, այսինքն արտակինը երկուստ էլ տուն էր։ Կռիշը կար, տանիքը կար, պատուհանները կար, տուն հասկացողությունը կազմնակ, չէ՞։ Հոգևոր իմաստով, այսինքն հոգևորապես ես շինել եմ Աստվածապաշտություն։ Երկուստ էլ շինել ենք, ես էլ եմ շինել, դու էլ ես շինել, բայց Աստված գսե քուկը ինչի վրա, իմս ինչի վրա է շինած։ Ավազի վրա եմ շինել։ Ու ինչը ցույց կտար ես ավազի վրա եմ շինել, եղբայրներ քուրեր։ Փոթորիկները, քամիները, չէ, փորձությունները, եւ այդ փոթորիկները տարբեր են, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Աշխարհից կեղնի, առողջականից կեղնի, ֆինանսականից կեղնի, եղբայրներից կեղնի, քույրերից կեղնի, տարբեր փոթորիկներ ցույց կտա Աստված, որբիսի ցույց տա, որ իմ տունը ավազի վրա է շինած, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Սա Տիրոջ կողմն է։ Դրա համար ինչ ենք կարդում, այսպես է գրված, ինչ տավ էս հարուրապետը։ Տեսեք, ասեց ես արժան չեմ, որ դու իմ հարգիս տակ մտնես, բայց ինչ տավ։ Վասնզի ես ալ իշխանության տակ մարդ եմ, ու իմ հրամանից տակ զինվորներ ունիմ։ Այսօր կսեմ գնա ու կերտա, եւ մյուսին թե եկուր ու կուկա։ Եվ ծառայից թե այս բաներ է ու գնե։ Ես ալ իշխանության տակ մարդ եմ, այսինքն ես էլ եմ իշխանության տակ, եւ իմ իշխանության տակ էլ ունեմ մարդիկ, որոնք ինչ կենեն, լսեն գնցի։ Այսինքն իմ խոսքս կլսեն, չէ՞։ Ծառայից կսեմ գնա ու կերտա այս բանը կենե։ Եվ երբ որ այս խոսքը խոսեց, սա ինչ ցույց տվեց, ինքը ցավ թե ես իշխանավոր եմ, դիք չեր ուզե ցույց տար, որ իմ աշխարհի կյանքի մեջ ես ով եմ։
Սեր մասին չէր խոսքը, եղբայրներ քուրեր, որ այսօր շատ անգամ մենք կարող է հիշենք, չէ, աշխարհում ես ով եմ եղել, սրա մասին չէր խոսքը։ Եվ գրված է, որ Հիսուսը զարմացավ եւ ասաց. ես անգամ Իսրայելի մեջ այսչափ հավատք չտեսա։ Ինչ հավատքի մասին էր խոսքը, եղբայրներ քուրեր։ Այս մարդը հավատար ուրա Աստծո խոսքը իշխանություն ունի եւ այդ խոսքը եկել է, այդ խոսքը հայտնվել է յակյանքի մեջ եւ այդ խոսքը ինքը կընդունե յակյանքի մեջ։ Այս հավատքի մասին է խոսքը, եղբայրներ ջան, քուրեր ջան, որ Աստված գուզի որ մենք այդ խոսքի մեջ մնանք, այդ խոսքի տակ մնանք։ 91 Սաղմոսի մեջ այսպես է գրված, չէ՞, թե բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ինչ տեղի կունենա, ամենակարողի հովանավորության տակ պիտի հանգչի, եղբայրներ քուրեր։ Իսկ եթե բնակությունից դուրս կգամ ես, եթե ես այդ Աստծո ծածկոցի տակ չեմ բնակվի, քույր եղբայրներ ջան, այսինքն Աստծո ծածկոցը դա Աստծո ներկայությունն է, Աստծո խոսքն է, Աստծո կամքն է, որի տակ ես մտել եմ, այդ ծածկոցի տակ կբնակվիմ, այդ խոսքի տակ կբնակվիմ, այդ ժամանակ է որ Աստծո պահապանությունը կա իմ կյանքի մեջ։ Իսկ եթե ես դուրս կգամ այդ ծածկոցից, դուրս կգամ այդ իշխանությունից, եղբայրներ քուրեր ջան, ինչ կմտածեք, հետևանքը, որ անոր հովանու ներքո պիտի ապրի շարունակությունը, չէ՞ կարդանք, ցերեկը պտտողներեն, չէ, հարվածից պիտի չվնասվի։ Այդ հետևանքը նույնը կեղնի, թե չի եղնի։ Եղբայրներ քուրեր ջան, որտեղ լույս կա, այնտեղ խավար չկա, խավարը լույսի բացակայությունն է։ Եթե իմ կյանքս Աստծո խոսքի լույսի ներկայության մեջ չէ, եւ ես այդ լույսի մեջ չեմ ուզե ապրի, եղբայրներ քուրեր, ինչ կնշանակի, որ միներսս խավար է։ Խավարի իշխանությունը կա, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Դրա համար Հիսուսը ինձ ասավ, ես Իսրայելի մեջ այսչափ հավատք չտեսա, որովհետև այս մարդու հավատքը ինչի վրա էր, ինքը չկասկածեց Աստծո խոսքի զորության վրա, Աստծո խոսքի իշխանության վրա։ Եվ այդ խոսքը բարձրացավ յակյանքի մեջ։ Ես ասավ, ես էլ իշխանության տակ եմ եւ եկել եմ քո խոսքի իշխանության տակ մտնելու, իմ սրտիս մեջ ընդունելու, եղբայրներ քուրեր ջան։ Սա շատ կարևոր է մեր բոլորի կյանքի մեջ։ Եվ տեսեք նույն Մատթեոս ավետարանի մեջ ինչ կկարդանք, երբ որ հարուստ պատանին եկավ Հիսուսին, ասավ Տեր, ինչ եմ որ հավիտենական կյանքը ժառանգեմ, եւ Հիսուսը ասավ գիտես պատվիրանները, տեսեք, սա որոնք մի կողացի, մի ցանկացի, մի գողություններ, ասուտ վկայություն մերա, քո հայրը ու մայրը պատվե, քունգերը ցիրե քո անձի պես։ Սա հոգևոր տան շինարարությունն է, գիտեք, հոգևոր մարդու կյանքի մեջ այս կառույցը պիտի չգողանալ, չցանկանալ, պատվել հորը, մորը, հա, սա հոգևոր կառույց է, եղբայրներ քուրեր, այդ տունն է։ Եվ սա մանկությունիցս ինչ է մերել, պահել են։ Եվ գրված է Հիսուսը ասավ, եւ քեզի մեկ բան է պակաս, եթե կուզես կատարյալ լինել, այսինքն եթե կուզես կատարելությունը ինչի մեջ է, որ հիշում եք, եւ կատարելության կապը ինչն է, սերն է, չէ՞։ Այսինքն կարող է մենք շատ բաներ ունենանք, բայց այդ կատարելության կապն որ չեղնի, դա ամենը կքանդվի։ Եվ դա ինչ է ցույց տալիս, որ տունը շինած է ինչի վրա, ավազի վրա, եղբայրներ քուրեր։ Համբերել եմ, մեկ է մի օր մել չեմ համբերել, բարգացել եմ։ Իհարկե, տեսեք, եւ այստեղ ինչ է ասում, եւ գսե Հիսուսով գնա, ունեցածը ծախե դուր աղքատներին եւ երկինքը գանց պիտի ունենաս ու արի իմ հետևիցս։ Եվ ինչ են կարդում, գսե երբ պատանին այս խոսքը լսեց, եղբայրներ քուրեր, տուն է շինե, հոգեվոր տուն է շինե։ Երևի կողքից է մարդիկ կնախանձեն, չէ՞։ Շատ ծնողները ինչ կսեն, իրանց երեխեքին, հələ այդ պատանունն է, ինչ օրհնյալ է, կարողություն ունի, վիճակ ունի, թե կողքից կտեսնին, չէ՞ մարդիկ։
Մենք էլ ենք, չէ՞, այդպես, հենց նայես եղբոր երեխուն են, քրոջ երեխուն իրանց նմանվի, բայց եղբայրներ քուրեր ջան, իսկ սրտին ով պիտի ուշադրություն դարձնե։ Եվ Հիսուսը ներսը կտեսներ։ Եվ սա պակասություն կա, որովհետև այդ ամենը շատ շուտ կարող է քանդվել։ Եթե դու չընդունես այն խոսքը, որը պիտի այդ ունեցածը պահե, պահպանե, դրա համար է ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեցեք։ Եվ գրված է, եւ Պադանին այս խոսքը լսեց, ինչ եղավ, ուրախացավ, թե գրված է տրտմած գնաց վասնզի շատ ստացված ուներ։ Իա ամբողջ այդ հոգևոր կահռույցը ինչ եղավ, քանդվավ, տրտմել էր եղբայրներ քուրեր ջան։ Իհարկե չգիտեմ հետական ինչ տեղ ունեցավ իր կյանքի մեջ, միգուցե Աստծո խոսքը գործեց, չէ, երբ որ մենք սովորաբար ինչ որ մի տեղ ենք ընդունում, չէ, թե որ օրինակ ես հիշում եմ փոքր ժամանակը, երբ որ հիվանդանում էի, մաման ինձ տեղ էր տալիս, այդ տեղը շատ դառն էր։ Այդ դառնության պատճառով չէի ուզում խմել, բայց մաման ստիպում էր որ խմեի։ Եվ այսօր էլ այո, շատ անգամ Աստծո խոսքը այդպես մեր կյանքում հնարավոր է դառը եղնել եղբայրներ քուրեր, բայց նպատակը բժշկությունն է։ Բժշկությունն է քույր եղբայրներ ջան։ Եվ թող Աստված մեր բոլորիս օրհնե, որպեսզի իրոք մենք մտնենք այդ խոսքի իշխանության տակ։ Այդ խոսքի կամքի տակ, այդ խոսքը բնագվի իմ կյանքի մեջ, քո կյանքի մեջ եղբայրներ քուրեր։ Երբ որ ինքը կբնագվի, ինքը գիտե մեր կյանքի մեջ, հա, երբ որ դու քո տան մեջ կբնագվիս, դու գիտես որն է քո տան դասավորվածությունը, հա, ամեն բան դու ես չէ ամենը այնողը։ Այդպես էլ եթե Աստծո խոսքը կբնագվի, ինքը գիտե որն է ճշմարտությունը քո կյանքի մեջ հաստատելու համար։ Դու մի խառնվի։ Դու մի փորձե ինչ անել, միջամտել, միջնորդել։ Եթե մենք փորձենք միջնորդել, միջամտել Աստծո խոսքին, եղբայրներ քուրեր, Աստծո խոսքը կդադարե մեր մեջ գործելուց այնքան ժամանակ, մինչև որ ես ու դու կանգ առնենք։ Մինչև որ ես ու դու կանգ առնենք եւ հիշում եք Պողոս Արաքյալի կյանքի դարձը։ Ինքն էլ չէ, այդպես ուներ հոգևոր կառույց, նախանձախնդիր էր գործերքը, բայց երբ որ կանգ առավ, երբ որ Հիսուսին հանդիպավ, ու ինձ ասավ, Տեր ինչ կուզես, որ անեմ։ Այն ժամանակ ինքը ինչ կուզեր, դա կեներ, բայց երբ որ Հիսուսին հանդիպավ, հրավիրեց իր տունը, իր հոգու աշխարհ, ասավ, Տեր ինչ կուզես, որ ես անեմ։ Թող Տիրոջ անունը փառավորվի ամեն